Դեկտեմբերի 25-ին Սուրբ Ստեփանոս նախավկայի տոնին Մոսկվայի հայոց Սուրբ Պայծառակերպություն մայրտաճարում թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս arczepiskopos Ներսիսյանի ձեռամբ կատարվեց դպրական տվչություն։ Դպրական աստիճան ստացան Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Վլադիվոստոկի, Սիմֆերոպոլի, Վոլգոգրադի, Կիրովի, Եկատերինբուրգի, Յարոսլավլի, Տամբովի, Նիժնի Նովգորոդի, Դոնի Ռոստովի, Չալթեր գյուղի հայկական եկեղեցիներում սպասավորող տարբեր տարիքի 25 եկեղեցասեր հայորդիներ։ Նրանցից 3-ը ստացան նաև ուրար կրելու իրավունք։ Այսօրվա դպրական ձեռնադրությունը, որ տեղի ունեցավ Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն մայրտաճարի մեջ առաջնորդանիստ եկեղեցում, խոսում է մեր թեմի հոգևոր կյանքի զորացման, հոգևոր կյանքի աճի մասին։ Հատկապես Սփյուռքում շատ կարևոր է սա, երբ մեր հավատավոր զավակները, որոնք ապրում են Սփյուռքում, իրենց կապը պահում են եկեղեցու հետ եւ համախումբ են եկեղեցու շուրջ, եկեղեցու մեջ։ Արարողության ընթացքում Սրբազան հայրը խաչաձև կտրեց ընծայացուների մազերը, ինչը խորհրդանշում է երկրային ցանկություններից հրաժարումը եւ Աստծուն նվիրվելը։ Ապագա դպիրները ծնկաչոք ընդունեցին այն բոլոր իրերն ու եկեղեցական պարագաները, որոնք այսուհետ իրավունք ունեն գործածելու։ Նրանց տրվեց Աստվածաշունչ, Մաշտոց ծիսագիրքը, գինուսրվակ, բանալի, մոմակալ, ավել։ Այդպիսով ընծայացուները իրավունք են ստանում եկեղեցու դուռը բացելու, մաքրելու, կարգուկանոն պահպանելու, ծիսական արարողություններին մոմակալ բռնելու, շապիկ հագնելու, շարականներ ու սաղմոսներ երգելու։ Մոսկվայի հայկական եկեղեցում սպասավորող 8 անձ դպրության աստիճան ստացան։ Նրանք ամեն կիրակի մասնակցում են Սուրբ Պատարագին, խորան բարձրանում, իսկ շաբաթվա ընթացքում իրենց օգտակար ծառայությունը բերում համայնքին։ Ես ինձ լիիրավ էջմիածին զավակ եմ համարում, ընդունելով Քրիստոսի ամբողջ ուսմունքը, ընդունելով իր պատվիրանները, սա հետ ներտեղ նաև եկեղեցու մեր ավանդույթը, եկեղեցու մեր կարգուկանոնը, եւ իմ խոնարհումն եմ բերում վեհապար հայրապետին, որպես իմ եկեղեցու հայրապետ, նվիրական ամբողջ կարգին, եւ միշտ փորձելու եմ իմ եկեղեցում ծառայել։ Ղրիմի Հանրապետության Սիմֆերոպոլ քաղաքից դպրական աստիճան ստացավ 4 ընծայացու։ Նրանցից ամենատարեցը 60-ամյա Բաղդասարն է։ Նա եկեղեցուն կից գործող հայորդյաց տանը հայ եկեղեցու պատմություն է դասավանդում։ Ես նրանցից մեկն եմ, նրանցից ամենացածրն եմ ու մեղավորը գուցեև, բայց Աստված գուցե ինձ է ընտրել այսօր գտնվել այս փառահեղ տաճարում, որպեսզի ես կարողանամ ընդունել այն, ինչ Աստված տվեց ինձ, որպեսզի դա փոխանցեմ մեր հավատավոր ժողովրդին, ծառայելով նրանց։ Ընծայացուներին պատահական չեն ընտրում։ Նրանք թեպետ տարբեր մասնագիտությունների մարդիկ են, ուսանողներ ու դպրոցականներ, սակայն զուգահեռ ծառայում են եկեղեցում եւ արդեն մի քանի տարվա հոգեվոր սպասավորության փորձ ունեն։ Համայնքային եւ եկեղեցական կյանքում աչքի են ընկել նախանձախնդրությամբ։ 25 դպիրների շարքում էին նաև Վոլգոգրադի, Տամբովի, Նիժնի Նովգորոդի քահանաների որդիները։ Նիժնի Նովգորոդի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սեբեոս քահանա Ղալաչյանի 4 զավակներից 2-ը այսօրվանից եկեղեցում կծառայեն որպես դպիր։ Սա իրենց 8-ամյա եկեղեցուն սպասավորած եւ իրենց բերած ծառայության վաստակն է ու արդյունքը, որը ինձ էլ ավելի է գոհացնում եւ ուրախացնում իմ սիրտը։ Անշուշտ հուզված եմ, նամանավանդ երբ ձեռնադրությունը ընդունված է կատարել Սուրբ Ստեփանոսի հիշատակի օրը, ով նվիրումի, հավատարմության, ծառայասիրության, ինքնազոհության օրինակ է քրիստոնեական ողջ աշխարհի համար։ Արարողության ավարտին Սրբազան հայրը շնորհավորեց ընծայացուներին եւ օրհնության խոսք ասաց, հույս հայտնելով, որ այսուհետ եւս մեծ սիրով ու նվիրումով կշարունակեն սպասավորել հայ եկեղեցում։ Աստծո օրհնությամբ միասնական հաղթանակով անսասան հավատով ապրենք եւ գործենք, ասաց Սրբազան հայրը։ Մոսկվայի հայկական եկեղեցու բացումից ի վեր Եզրաս Սրբազանի ձեռամբ մայրտաճարում կատարվել են ինչպես դպրական, այնպես էլ սարգսակական ու քահանայական ձեռնադրություններ։ Դեկտեմբերի 25-ին դպրական աստիճան ստացած 25 հայորդիների մեծ մասը ծնվել ու կրթություն է ստացել Ռուսաստանում։ Նրանց ազգային ինքնության միակ հենարանն ու երաշխավորը հայ եկեղեցին է։
Արարողությունն ավարտվեց միասնական աղոթքով եւ հայրապետական մաղթերգով։ Ալվարդ Նազարյան, Արթուր Սարգսյան, Եկեղեցական կյանք, Մոսկվա։